Beautiful things don't ask for attention. Ես Մարիամ Տոնոյանն եմ, Նաիրյան օրեր երիտասարդական նախաձեռնության հիմնադիրը։ Մի փոքր պատմեմ Նաիրյան օրեր երիտասարդական նախաձեռնության պատմության մասին։ Որպես այդպիսին ծրագիրը մշակվեց 2024 թվականի մայիսին, երբ Restart հիմնադրամի կողմից իրականացվող Next Gen առաջնորդական ակադեմիայում հանդես եկա համայնքային ծրագրով։ Քանի որ ինքս Նայիրի համայնքի Եղվարդ քաղաքից եմ, որոշեցի, որ իմ ծրագիրը պետք է թիրախավորի մեր քաղաքը, ինչպես նաև ամբողջ համայնքը։ Նախագիծը սկսելուց առաջ որոշեցի հասկանալ, թե որ խնդիրներն եմ ուզում թիրախավորել։ Հաշվի առնելով, որ Նայիրի համայնքը խոշորացված համայնք է եւ հիմնականում զգացել էի, որ երիտասարդական ցանկացած ծրագիր կենտրոնացվում էր հենց Եղվարդում, ինչը կոնկրետ ես զգացի մասնակցությամբ, այսինքն երբ որ մասնակցում էի տարատեսակ ծրագրերի, որոնք որ գալիս էին մեր համայնք, զգում էի, որ մենք Եղվարդի երեխեքով միակ մասնակիցներն ենք։ Ուստի որոշեցի, որ առաջին խնդիրս կձևակերպեմ Նայիրի համայնքում երիտասարդական ցանցի ձևակերպումը եւ կաշխատեմ դրա ուղղությամբ։ Այժմ դա իմ նպատակն էր առաջնային։ Իսկ երկրորդապես արդեն թիրախավորեցի համայնքում պատմամշակութային վայրերի մասին ճանաչողության ցածր մակարդակը։ Եվ դա հիմնավորելու համար երկու պատճառ կբերեմ։ Առաջինը, որ համայնքապետարանի հետ զբոսաշրջության բաժինի ինքնին դատարկ է, իսկ երկրորդը արդեն ընդհանուր հարցումներ, որը որ անցկացրել եք իմ եւ տարիքակիցների շրջանում, հասկանալով, որ տարիքի հետ մեծանալով, քանի որ Երևանին ենք մոտ, ընթացիկ անընդհատ մեր բոլոր էքսկուրսիաները, դպրոցական այցերը ուղղորդվում են այնտեղ կամ այլ մազեր, եւ արդյունքում մենք չենք ունենում մեր համայնքի լավ ճանաչողություն։ Ուստի ունեցանք երկու խնդիր, առաջինը համայնքում ցանցի ձևակերպումներ, իսկ դրանից հետո ունեցանք նաև երկրորդ նպատակը, որը որ պատմամշակութային կոթողների մասին իրազեկման բարձրացումն էր։ Գիտակցել, որ կանգնած ես կյանքի ու մահվան սահմաններում։
Թեղինյանց վանքը միջնադարյան Հայաստանի կարևոր մշակութային ու կրթամշակութային վայրերից է եղել։ Մասնակիցներն ընտրվել են հայտարարությունների միջոցով, այլ փուլեր նախնական տեղի չեն ունեցել։ Բոլորն ունեցել են հավասար հնարավորություն մասնակցելու, դրացնելու հայտը։ Մասնակիցների կարծիքները շատ իրական էին եւ փոխ էին, որ ունեցան հնարավորություններ գրավելու եւ դառնալու մեր նախաձեռնության մի մասը։ Ներկայացիր, ով ես դու, քանի տարեկան ես, որտեղից ես։ Ես Հասմիկն եմ, 16 տարեկան, Նայիրի համայնքից, քաղաք Եղվարդ։ Ինչ նոր բան սովորեցիր քո մասին եւ քո շրջապատի մասին։ Նայիրյան օրեր ծրագիրը ինձ օգնեց, որ ես հասկանամ իմ բնավորության շատ կարևոր գծեր, որ ես շատ ընկերասեր եմ եւ մարդամոտ, ինչպես նաեւ ես չգիտեի, որ մեր համայնքում կան այդքան պատմամշակութային կոթողներ, օրինակ Բուժականում Թեղինյաց վանքը եւ Զորավանում Ղարարա վանքը։ Գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, ընկերներ ջան, եկեղեցին 14-րդ դարի կառուցում է, կառուցվել է քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական քրոմոթյունելու 1000-ամյակի կապակցությամբ, բացել է Ասիսպեկ իշխանը իր կնոջ Վախախի երազի վրա։ Եկեղեցու հենց մնացած տարածքներից է, փոքր ժամանակվեց մենք այստեղ սովորություն ենք ունեցել մոմ բարելու։ Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում եկեղեցին նորակառուցավ, կառուցվել է 2017 թվականին։
Նայիրյան օրեր ծրագիրների հերթին հանդիպեց դժվարությունների։ Առաջին հիմնական դժվարությունն այն էր, որ Նայիրի համայնքում առաջին էր որպես ծրագիր, ու մեր հիմնական խնդիրներից էր թիրախավորել ճիշտ լսարանին եւ ճիշտ մատուցել ծրագիրը։ Հաջորդ եւ հանդիպեցինք դժվարությունների այլ վարչական շրջաններից մասնակիցների ներառման գործում, քանի որ մշակույթը այդքան էլ տարածված չէր եւ մենք առաջինն էինք։ Հետո հանդիպեցինք մեր հաջորդ, կարելի ասել ամենամեծ դժվարություններից մեկին համապատասխան մարմինների հետ համագործակցության եւ հաղորդակցման մեջ թյուրն բռնումներ ունեցանք, սակայն ուրախ ենք տեղեկացնել, որ համայնքապետարանի աջակցությամբ լուծվեց մեր ամենամեծ տեխնիկական խնդիրը, ապահովեց մեր տրանսպորտի հարցը եւ մեր բոլոր արշավները իրականացան։ Ես Զաքարյան Սոֆյանն եմ, 14 տարեկան, Կոտայքի մարզի բուժականից։ Ինչպես իմացար Նայիրյան օրեր ծրագրի մասին եւ ինչու որոշեցիր մասնակցել։ Ծրագրի մասին իմացա քույրիկիցս, ով ավելի մանրամասն ներկայացրեց, որի արդյունքում հետաքրքրեց ծրագիրը եւ որոշեցի մասնակցել։ Մի փոքր խոսք մեր աջակիցներին 2024 թվականի հունիսին ամերիկյան դեսպանատան կողմից իրագործվող ծրագրում մասնակցեցի ես եւ մեկ ամիս ունեցա փոխանակման ծրագիր Ամերիկայի Purdue համալսարանում։ Այնտեղից ստացել ենք մեր առաջին գրանտը, փոքրիկ գրանտ էր, բայց մեզ շատ աջակցեց։ Նաեւ Restart հիմնադրամի կողմից ունեցանք շատ մեծ աջակցություն խոսնակների եւ տեխնիկական կոորդինացիայի հետ կապված։ Ինչպես նաեւ համայնքապետարանը շատ մեծ աջակցություն տրամադրեց ընթացիկ տրանսպորտն ապահովելով, ինչպես նաեւ համապատասխան բաժնից մասնագետ տրամադրելով։ Կարմիր բերդը պահպանվել է մինչև վաղ միջնադար, բայց ստեղծվել է մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակին։ Ծրագրերից մեկի ժամանակ Next-Gen Ակադեմիայի առաջնորդության ժամանակահատվածում հարցեր տակ, որ Թուխմանուկ եկեղեցին կառուցվել է 4-ից 5-րդ դարերում տեղական տուֆի քարերով։ Երեխեք ջան, Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի առաջի կեսին։ Ներկայացիր, ով ես դու, քանի տարեկան ես, որտեղից ես։ Ես Արփին եմ, 16 տարեկան շուտով, Նայիրի համայնքի Եղվարդ քաղաքից եմ։ Ինչպես իմացար Նայիրյան օրեր ծրագրի մասին եւ ինչու որոշեցիր մասնակցել։
Նաիրյան օրերի մասին ես իմացել եմ իմ ավելի ավագ ընկերներից, բայց հենց ավելի շատ, այսպես ասած, էնտուզիազմով ուզեցել եմ մասնակցեմ ձեր սոցիալական էջերին հետևելուց հետո։ Նախ ասեմ, որ իմ ակնկալիքները ամբողջությամբ արդարացել են։ Ես հենց ինչ մտածում էի, հենց այդ մթնոլորտը այդ ամեն ինչը լրիվ սենց արդարացան ու չգիտեմ, տենց ինչ ուզում էի, եղավ։ Ծրագիրն ինձ համար մի նախադասությամբ համենքի երեխաներին միավորող եւ մշակութային ինքնություն արժևորող նախագիծ է։ Երեխեք ջան, ինչպես գիտեք, ես մեր վերջին եզրափակիչ արշավներ եկել ենք Հին Զովունի տարածքը ընդհանուր ապարանի ջրամբար։ 3 արշավներ միասին ունեցանք ու մենք մեր թիմով հնարավորինս փորձեցինք նենց անել, որ այս ամբողջ ընթացքում դուք ձեզ հնարավորինս կոմֆորտ զգաք, հնարավորինս ներգրաված լինեք։ Իսկ հիմա ընդհանուր տպավորությունների հետ կապված, ով կուզի կիսվի, Մայրամից ու բոլորից թափ երեխեքից որ սենց լավ բան են կազմակերպել, որովհետև առաջինն էր, հա, առաջիններ։ Ինչքան էլ մի դպրոցում ենք շատերը սովորում, այդքան այդ կապ չունեինք։ Իրոք մեծ շրջապատ տվեց, ավելի լայնացրեց շրջապատը, շատ հետաքրքիր էր ու շրջավական ամենուր։ Ու նաև որպես սովորելու առումով, գիտական առումով էլի շատ հետաքրքիր է, որտեղ Հայաստանի տարբեր վարչական շրջանները բացահայտեցին, հետաքրքիր ու տեսարժան վայրերը գնացինք ու շատ հետաքրքիր է, եթե մի անպայման համասակցել։ Մայրուժան, Ինչ ասեմ, արդեն սաղ ասեցի, շատ հետաքրքիր է, շատ լավ է, շնորհակալություն անձնակազմին։ պես էր կազմակերպած, որի գնացում պես դժվար են։ Նախ շատ հավես անցավ, մենք ես արմատներապապարանություն և մի անգամ եղել ու շատ լավ հնարավորություններ էցի մատուսին համար։ Այսպիսով մենք Նաիրյան օրեր երիտասարդական նախաձեռնությունն ենք։ Մենք սիրում ենք մեր համայնքը, քանի որ ճանաչում ենք այն։